Մեր կյանքը, որ ապրում ենք, 1/3-ը տենց միջինով ասած մենք քնած ենք։ Այսինքն կյանքի 1/3-ը մենք քնած վիճակում ենք։ Եթե տենց խորհենք, 1/3-ը մենք երազների աշխարհում ենք գտնվում, ու մեր դա բավականին մեծ թիվ է, դա 1/3-ը կյանքի, քիչ չի, ասենք 90 տարեկանը 30 տարի, այսինքն դա մեր մեծ մասը, կյանքի կարևորագույն նաև մասը մենք քնած ենք ու երազների մեջ ենք։ Հիմա ինչա երազ, տենք վերլուծական մի քիչ գիտական մոտեցում այդքան շատ չմոտենամ, նայեք, երբ որ մենք քնում ենք, միանգամից երազի մեջ ենք ընկնում։ Միանգամից անկախ այն բանից տեսնում ենք, չենք տեսնում երազ։ Մենք տեսնում ենք, բայց չենք կարող ընկալել։ Բոլորը տեսնում են։ Նայեք, երազներ բոլորը տեսնում են, բայց բոլորը չեն հիշում։ Որ անգամ տեսել են, որ անգամ տեսել են։ Ու դուք մի գիշերվա մեջ բազմաթիվ երազներ եք տեսնում, մի երազ չի, շատ երազներ, բայց ուղղակի կարող է մենակ առավոտվա երազը հիշեք կամ գիշերում եթե զարթնեք հիշեք, այսինքն իրանք անընդհատ են, այսինքն հիմա մոտեցումը տարբեր է այդ երազների, որ քնում եք մի քիչ ուշադիր լինեք, կիսաքուն ժամանակ կարող է ցերեկը բան, տեսնում եք ձեր աչքերի մեջ պատկերներ են գնում։ Ну այդ երազ մտնելու, հենց քնելու ընթացքում է, դուք sense դանդրանում եք դմիր վիճակը, բայց սկսում եք ինչ-որ պատկերներ ծնել, կարող է ձայն լսեք, բան։ Ուղղակի մարդիկ շատ արագ են քնում, չէ՞ կարող քունը չի տանում, ոնց որ sense զարթում վիճակ, հետո միանգամից անջատվում է, ոնց որ գիտակցականից գնում են ուղղակի ենթագիտակցության շատ կտրուկ է այդ անցումը, դրա համար չեն կարող ֆիքսել, որտեղ ֆիքսում է գիտակցականը, ենթագիտակցականում մենք չունենք ինքնագիտակցություն, դրա համար չի ֆիքսում։ Ուղղակի զարթնելու process-ին մենք մի քիչ դանդաղ ենք զարթնում, միանգամից այս կտրուկ, եթե որ ժամացույց կամ կտրուկ չեն զարթացնում, ասենք դանդաղ ենք զարթնում, դրա համար դա կարող ենք հիշել։ Իսկ քնելուց կտրուկ ենք մենք քնում, դա չենք հիշում։ Բայց մարդիկ կան, որ հատուկ դրա համար պարապում են, տենց Տիբեթում նույնիսկ յոգա կա, որ երազների յոգա, ասում պարապում են, որ հատուկ տեխնիկաներով, որ քնելուց էլ կարողանան հիշեն, ոնց են ընկնում ենթագիտակցություն զարթնելուց էլ։ Դե որ մենք քնում ենք, սենց է, ես ընդհանուր մեր քնի process նկարենք, մենք ընկնում ենք ենթագիտակցություն, ինչ-որ ժամանակ տեղ ենք մտնում, հետո անգիտակցական ենք իջնում ավելի շատ կարճ ժամանակ եւ հետո իջնում ենք այդ նախագիտակցություն տենց բառ են ասում, գիտակցության հիմք, դեռ ակնթարթներ, հա։ Հիմա եթե այս բոլոր process-ը բնական գնացել է, մենք շատ զարթում ենք կայտար, լավ վիճակում, սենց թարմացած, ոնց որ սա մտքերը նոր գեներացիան, ոնց որ գիգանտ մտքերի հզոր մենք գեներատոր ենք դառնում եւ այլն, մեր մարմինը լավ բերել, բայց շատ դեպքերում մենք չենք կարող այդ անգիտակցական ընկնել եւ գիտակցական հիմքը, այդ ժամանակ մենք զարթնում ենք սեն ջարդը փշուր եղած, հոգնած, քունը չառած եւ այլն, այսինքն նա որ մենք ավելի չենք խորացել։ Հիմա մեր ենթագիտակցությունը բազմաթիվ շերտեր ունի, այսինքն ինքը միաշերտ չի, ինքը բազմաշերտ է։ Մի հատ ենթագիտակցություն սենց հազարավոր, սենց ոլորտներ ունի, ոնց որ երկրի վրա մոտավորապես 200 պետություն կա, Դենց էլ մեր ենթագիտակցություն բազմաթիվ են շերտեր, էլի, այդ շերտերի քանակը նուրբ է, օրինակի համար լուսավոր էակներ, բուդան ասում 84,000 հատ է շերտը։ Բավականին շատ շերտ կա, որ ենթագիտակցության ոնց որ աշխարհներ կան, էլի, երկրներ կան։ Նայեք, որ մենք քնում ենք, դե օրգանները այդ քնած ժամանակ սկսում են վերականգնել իրանց process-ը։ Հոգերն ու սիրտը աշխատում է, կիսագնդերը իրար փոխարինով են աշխատում, ռիթմերը հանգստանում են, դեղ ալֆա, բետա, գալսա, գամա, դելտա ռիթմեր, երեզում։ Բայց մեր գիտակցությունը, նայեք, մենք չենք հիշում, բայց սենց մի հատ նուրբ թել ասեմ, նայեք, դուք որ քնում եք, դուք հիմա կաք, չէ։ Միշտ կամ ես հիմա զգում եմ, որ ես կամ քնած ժամանակ եմ կա։ Քնած ժամանակ դուք չեք գիտակցում, բայց էլի կաք, չէ՞, հաստատ կաք։ Որ զարթնում եք, այդտեղ չասեցիք, որ բան չեք հիշում, բայց մեկը հասնում եք, որ ես կամ։ Հիշելու հետ կապված չի, բայց ձեր եսը կա, հաստատ կա։ Այսինքն ձեր գիտակցություն չի կորում։
ու նորից մի հատ նոր արծում ծնվում առավոտյան։ Այն նույն հին արծունի շարունակությունն է։ Երեկվա որ քնել զարթնել եք այդ արծունի շարք։ Երազի ժամանակ մենք ուղղակի մի քիչ ուրիշ տեսանկյունից ենք ուրիշ աշխարհ։ Նու սկզբից որ ենթագիտակցական մենք վերլուծություն ենք անում, այդ վերլուծությունը շատ բարդ վերլուծություն է, նայեք ոնց որ հիմա մի հատ ուտելիք ենք ուտում, ու օրգանիզմը սկսում է տրոհել այդ ուտելիքը տարբեր մասերի, որտեղ ինչ վիտամին կամ միներալ կամ ինչ-որ նյութ է պետք, ինքը հետո բաշխում է, ասենք մազին էս նա ուղարկում, աչքին է էս են, բարդ պրոցես է տենցել։ Երազում էլ, որ մենք քնում ենք, սկզբից ենթագիտակցական, այսօր ինչ եք տեսել, լսել, կարող դուք գնացել եք չեք տեսել, բայց ձեր ենթագիտակցությունը ֆիքսել է։ Բացի այսօրվանից 3 ինչ է եղել, 10 տարի, փոքր ժամանակ ինչ է եղել, արագ այդ ամփոփիչ ինքը վերլուծություն անում ձեր ենթագիտակցությունը, շատ բարդ պրոցես է։ Նույնիսկ ասում եմ, որ ժամանակակից բոլոր, եթե այդ բաները միացնեն, հաշվիչ մեքենաները միացնեն, այդքան բարդություն չի կարա հաշվի, ակին մեր ուղեղում այդ ենթագիտակցության մեջ արագ պրոցես անեն։ Այդ առաջի մասը քնի, այդ վերլուծության պրոցեսն է տեղ ունեն բարդ, տենց վերլուծություն անում, մարդիկ որ եթե ինչ-որ սկսում են հիշել, պատկերներ են, անկապ բաներ են տեսնում, չեն էլ հասկանում, հենց առաջի մանը։ Ուղղակի ինքը այդ վերլուծությունը մեր մի քիչ էս գիտակցություն այդտենց չի հասկանում ինչա, բայց կարևոր պրոցես է մեր մեջ ընկնում, ոնց որ ամեն ինչ իր դարակներում է ինքը դնում, ոնց որ ուտելիքը ուտեցինք հերթով դնում է մեր դարակները։ Դա ավտոմատ լինում է, մենք չենք մասնակցում, ինքը ինչ-որ մենք մասնակցում ենք, ուղղակի չենք կարող կառավարել։ Դա մեզ չեն հարցնում, այսպես անենք։ Հիմա որ մի բան կերակ, եթե ավտոմատ չի լինում։ Հա, դրա նման ավտոմատ, ես չեմ ասում, այստեղ տարեք, այնտեղ տարեք, այս վիտամին սինթեզ արեք։ Հա, բայց դա դուք գիտեք, թե ներսում ենթագիտակցությունը դա գիտի, դրա համար այդ սինթեզը անում է։ Այսինքն ինքը որ չիմանալ, ոչ մի բան չի, ինչ պետք չի, հետո ֆիլտրում է երիկամներով կամ հաստաղիքով դուրս են գալիս, քրտինքով կամ մեր ասենք լորձերի տեսքով կամ դուրս գա, ինչ պետք չի, մեզնից անում է, ինչ պետք է, ասում է։ Բայց դա էլի դուք եք անում, ուղղակի ձեր ենթագիտակցությունն է անում։ Հստակորեն ուրիշ մեկը չի անում, ձեր փոխարեն ինչ մեկը չի անում։ Մեջ ինչ որ մի ծրագիր է դրած, որ ինքը բեր կամքը չհարցնավ այդ գործը պիտի անի։ Այսօր քնեցին ինքը միանում է։ Նայեք, մեր կամքը մենք մենակ հասկանում ենք, որ մեր արթուն գիտակցությունը կամք ունի։ Հա, բայց մեր ենթագիտակցությունն էլ ինչ-որ չափի կամք ունի ու նույնիսկ անգիտակցական անվանում ենք ենթագիտակցություն, ինքն էլ կամքի աստիճան ունի։ Դա կամքի աստիճանը թույլ է, բայց ունի։ Ուզում ասեմ, գիտակցականին չի հարցնում, ես էս գործանելու եմ։ Գիտակցական այդքան խելք չունի։ Հա, էլի, որտեղ կապը չի էլ հասկանա, ես գործանում եմ։ Այդքան խելք չունի, նույնիսկ ուզում եմ էդ էլ ասեմ, գիտակցական այդքան խելք չունի, ինքը այդքան չի ընկալի, որտեղ ասում են, որ թեզ կա, որ նո տենց մարդու ուղեղի 2%-ն է աշխատում, նո հիմա գիտականները մարդը չի աշխատում, մերժում են էդի, որտեղ ասում են այն մյուս տոկոսը մեր ենթագիտակցական անգիտակցական բաներն են։ Ուրիշ ռեժիմով են աշխատում։ Ուրիշ ռեժիմով են, մեկը աշխատում է, տենց չի, որ ինչ-որ պարամետրը գցած չի, պարամետրը գցած չի։ Պետք է, էլի կա, հա, ինքը չի հասկանում, ուղղակի ոնց որ հոգևոր տեսանկյունից ասում են լույս չկա դե խավար է, բայց աշխատանք կա։ Ուղղակի հոգևոր մարդիկ, որ կարում են լույս բերել այդտեղ, այսինքն գիտակցական են մտնում ուղեղի բոլոր մասերը, իրանք ոնց որ ավելի շատ սվերա են վերցնում գիտակցականով, այդ սորով կարան ոնց որ անճարներ լինեն, բայց սովորական մարդը չի կարող դա անել, էլի, պրիմիտիվ։ Հիմա այդ սկզբում ժամանակ այդ մեր վերլուծությունն է տեղ ունենում, երազի վերլուծությունը, մեր ենթագիտակցական վերլուծությունը, որը շատ կարևոր վերլուծություն է, այսինքն մենք հիմա օրը որ ապրեցինք, այսօր ինչ ստացանք, ինչ իմացանք, շատերը չեն հասկանում այդ։ Ուղղակի պրոստը գոյատևեցինք այսօրը, գնացինք։ Մարդիկ կան, որ բադ վերլուծում են այսօր ինչ եղավ, ինչ եղավ, այսը հաջորդ օրը ինչ ենք անելու, այն օրի հետ կապում են ինչ-որ խնդիրներ իրանց գործունեության մեջ, եթե այտենց ունեն գործունեություն, մարդիկ կան ուղղակի քնում են չեն մտածում ոչ մի բան այսօրվա մեջ, ուղղակի ապրեցին այսօրը գնացին, էլի։ Ու տենց էլ կա, տարբեր հիմա մակարդակի մարդիկ կան, բայց մեր ենթագիտություն բոլորի վերլուծություն անում է։ Դրա մասանցի կարող գիտակցական այդքան խելք չունի իր ենթագիտակցությունը, որտեղ եթե ինքը վերլուծություն չանի, մենք քայքայվենք։ Նո մարսողության process չլինի, համել եթե ինքը վերլուծություն չանի, մեր այս արտաքին գիտակցությունը
նայեք ինքը ոնց որ հոգնում է, չի մենակ օրգանիզմը չի ուղեղն էլ է հոգնում։ Ինքը այդ վերլուծության որը պետք չի եւ որ ինչ դետալ ինչա հանում այս կոմա դնում, ասում է հələ դու այդքան դրա մասին չես կարող։ Հերո արխիվ մտածում, հա, մեր այս ուղեղը այդքան չի կարում արտաքին մասը, կեղևը, ուղեղի որտեղ մենք մտածում ենք ակտիվ, դա այդքան չունի հնարավորություն որ դա անի։ Հիմա առաջի մասը դա է տեղ ունենում։ Ու առաջի փուլը երազի որ կարևոր բան է, որ ասվում է որ պետք է շուտ քնենք, ասենք ժամը 9-ից պարկենք քնելու, որ այդ վերլուծական բոլոր խնդիրները լուծի։ Որ եթե մենք ուշ ենք գտնում, արդեն ինքը այդ վերլուծությունը ժամանակ անցնում, ինքը ոնց որ ունի ժամանակ վերլուծության մասին, ոնց որ օրինակի համար ասենք մեր ստամոքսահույթը, ասենք լիարդ փայծաղ աղիներ կամ ինչ-որ գեղձեր ինչ որ ժամերի են աշխատում, ռիթմեր ունեն, տեն չեն որ միշտ աշխատում են։ Դա եթե մենք նայենք որ մարդը որ առազվել է էլեկտրականություն չկար եւ այլ ռեժիմով էր ապրում, մութ ընկավ քնում էր լույսը բացում էր։ Ուտես միլիոնավոր տարի է եղել։ Ու դուք հիմա որոշել եք, չէ, գիշերը մեկին պիտի քնեմ, այդ քո օրգանիզմը Աստված սարքել է այնպես, որ ժամին միանա, դու չես թողում միանա, մեկին ես ուզում, ինքը արդեն այդ կար ժամանակում չի անում այդ գործը, այսպես հասկանա, նաեւ ինչ որ տարբերակ է առաջ։ Տարբերակ, որտեղ միլիոնավոր տարի մենք տենց ենք ապրել, էլի, բնական ձևով, որտեղ հաստատ այդ նախամարդը այդ անեանդերտանցը էլի նույն ձևով արևի լույսի ռիթմով ապրել, էլ տենց չի գիշերները։ Մի հաստատող օրինակ բերեմ, ես որ ուսանող էի մեծ տարան Մագադան, այնտեղ ցերեկները պիտի քնեինք ու լույս էր։ Գիշերը լույս էր, հասկանում ես։ Բնական մարդկանց համար սովորական մեծ համար չէ կարողանում։ Հիմա նույն ձևով մենք մեր օրգանիզմին տեղափոխել ենք ուրիշ ռիթմի մեջ, ինքը խնդիրներ ունի։ Հետո ինչ որ 2000, 3000, 4000 տարի է, բայց ինքը ավելի շատ, ինչպես դու ես ասում, ուրիշ ռեժիմի է սովորել։ Գնացի կա։ Այս լույսը վերջին մի 100 տարին չի, մի 50 տարի արվել է։ Ինձ թվում է ձեր պապը հաստատ էլի բան ռիթմով է։ Մեր հայրս պատմում էր մեր տան լույսը 13 տարեկան եղել 1948 թվին են մեր գյուղի տունը լույս հասել էլի։ Ընդամենը մի ինչքան է։ Մի մոտիկյան 70 տարի, հա, ասենք թե 80 տարի։ Հիմա հաջորդ էտապը մեր քնի ինքը մեր գիտակցությունը գնում է ոնց որ ստեղ մենք ապրում ենք ինչ որ գործունեություն ենք անում կարևոր թե ոչ կարևոր, դա մի քիչ հարցի մեջ կան, բայց մենք ինչ որ գործունեություն ենք անում, մարդկա ինքը իր առաքելություն ունի, իր առաքելությունն անում, պիտի դա անի, ինքը որոշում է թե իր առաքելությունը շատ կարևոր, ասենք բժիշկ կա, որոշում է պետք է իր հիվանդներին բուժի, ինքը իր ոնց որ աշխարհիկ առաքելությունը իրականացնում է։ Հիմա ամեն մեկն էլ երազում իր առաքելություն ունի, իրենց գործունեություն ունեն։ Մենք գործունեություն ենք անում։ Այնտեղ ասում ենք նուրբ աշխարհ, որտեղ մենք ընկնում ենք կամ աշխարհային աշխարհ, հիմա տարբեր անվանումներ կա, որտեղ մենք մեր մարմնից դուրս ենք գալիս այդ մեր նուրբ մարմինը ու ինքը գործունեության մեջ է գնում։ Ոնց որ հիմա դուք եք գալիս եք խորափիլիսոփայական ասենք զրույցներ եք տանում, քաղաքական զրույցներ եք տանում կամ հետո գիրք եք գրում, դե ձեր գործունեության մասին ուղղակի հիմա ասում։ Տենց էլ ձեր քնային մարմինը, երազային մարմինը իր գործունեությունն է անում, իհարկե ինքը կապված արծրունու հետ, ինքը արծրունն է, ուղղակի արծրունու ավելի խորքային մասն է, քան այս արտաքին մասը, արտաքին մասը ինքը ունի ինչ-որ կաղապարներ, դաստիարակության բաներ եւ որ դրածը իդենտագիտակցության մի քիչ ավելի ազատ է, կաղապարներ չկա, բայց էլի նույն արծրունն է։ Մի քիչ ուրիշ տեսակ, բայց նույն արծրունն է, այսինքն այդ նույն մարմնով ինչ-որ ուրիշ մարդ չի գործում, այսինքն էլի դուք եք գործում, ձեր հնարավորությունների ինքը նույն հնարավորությունների ունի, ինչ դուք հնարավորություններ ունեք։ Ու այդ գործունեության ժամանակ այս երկու աշխարհները փոխկապակցված են։ Մենք ինչքան էլ չենք կարող անցնել դա, բայց չի նշանակում չկան ու փոխկապակցված են։ Այնտեղ ավելի պատճառների աշխարհը, այստեղ մենք հետևանքների աշխարհը։ Այսինքն այնտեղ գործողությունը, այստեղ հետևանքա թողում։ Ստեղի գործողությունը այնտեղ հետևանք չի թողում, այնտեղինն է այստեղ հետևանք թողում։ Այսինքն ինչ միտք մտածում ենք, հետո մենք պրոյեկտում ենք ինչ-որ, ասենք ինչ-որ շենք ենք ուզում կառուցել, ճարտարապետը մտածում, ինժեները հաշվարկներ է անում, կառուցապատողը կառուցում է, դուք նյութական բավարարություն եք տալիս։ Մաստեղ էլ, ընդեղ էլ դրանք պատճառներ, ճարտարապետը, ոնց որ ասած ինժեները ընդեղ են գտնվում, ոչ թե այս պլանում։
ու այդտեղ մենք այդ նուրբ մարմնով գործում ենք։ Ուղղակի մարդիկ այդտեղ ազատ կամքը թույլ է իրանց։ Մենք հիմա այդտեղ որպես մարդ էակ գործում ենք, որովհետև մենք այդտեղ ինչ որ չափով ազատ կամք շատ ունենք, կամք ունենք, ազատ կամքի հետ է կապված։ Այսինքն մենք ընտրություն ինչ որ չափի այդտեղ ունենք։ Երազում ընտրության հնարավորությունը քիչ է ավելի։ Թե ընդհանրապես չկա։ Քիչ է։ Մի ուղի է եւ ձանով գնում են, ասենք, այդտեղ քիչ է, ոչ թե չկա։ Հիմա այդտեղ էլ մարդ կա ավելի շատ ունի ընտրության իրավունք։ Մարդ կա քիչ ունի, ու դա էլ այդտեղ էլ բոլորը հավասարաչափ ազատ կամք չունեն։ Այդտեղ էլ է տարբեր քանակի, այնտեղ էլ է տարբեր, ուղղակի ոնց որ եթե հիմա Արծրունը այդտեղ սիմվոլիկ, ասենք 10 ազատության աստիճան ունի, ու սիմվոլիկ եմ ասում, էլի։ Այնտեղի աստիճանը կարող է 1 լինի, էլի։ 2 գոնե որ ընտրության իրավունք ունենա։ Բայց ունի, այսինքն տենց չի որ չունեք այնտեղ ազատ կամք։ Էլի ունեք, բայց քիչ, բայց էլի կա։ Հիմա հոգևոր զարգացած մարդիկ չեն հասկանում ինչ է հոգևոր զարգացած։ Մտածում են ուղեղն է զարգանում մենակ։ Հոգևոր զարգացած մարդը իր ազատ կամքի հնարավորությունը սկսում է այդ երազների աշխարհում շատանալ։ Ես նման մարդկանց ոգեղեն զարգացած եմ ասում, որ չշփոթեն։ Դե կարող հոգևորն հոգևերի հետ էլի, որտեվ ուրիշ կերպ են անում շարունակեք։ Ոգեղեն զարգացած մարդը ազատ կամքը, եթե այստեղ 10 է, այնտեղ կարող է նույնիսկ որ շատ ավելի զեն դեր ազատ կամքը լինի 20։ Այսինքն դա հնարավոր է։ Այսինքն ինքը գեներացում է մի բան, ինքը ոնց որ աշխարհներ է ստեղծում։ Հետո ստեղ իրականանում է։ Ինքը ազատ կամքը ավելի շատ է, քան ստեղ։ Ու կարա հոգևոր զարգացած մարդը ներքին պայծառություն երազում ավելի շատ լինի, քան նույնիսկ ստեղ։ Ուզում եմ էլ ասեմ, մի քիչ մտածում են ոնց կարա լինի, բայց այդտեղ Դե կասեն որտեղից գիտես, առաջի հարցը այդ կտա։ Դե այդ իմացության, որ այդ հարցադրումները միշտ տալիս են որտեղից գիտես, իմացությունը նայեք, այդքան գրքային չի, իհարկե շատ գիրք եմ կարդացել եմ, ես չեմ մերժում, բավականին գիրք, բավականին տեղ երկար տարիներ ուսուցանել եմ, սովորել եմ տարբեր վարպետների մոտ, դա էլ կա, բայց նաև ամենակարևոր տեղը, որ իմ անձնական փորձով եմ ես դա ասում, այսինքն այդ գրքերը, որ կարդացել եմ, որտեղ սովորել եմ, դրանք մի բան, այն բան, որ ես նաև անձնական իմ փորձ ունեմ, դրանց հիման վրա, այսինքն զոտ տեսաբան չես։ Տեսաբան չեմ, հա, այսինքն անձնական իմ փորձից եմ դա ասում։ Հիմա կարող է իմ փորձը սուբյեկտիվ է, ես բան չեմ ասում, իմ փորձն է, ուղղակի ես երբ որ այդ սովորել եմ տարբեր վարպետների մոտ, կարծում եմ որ իրանք էլ ինչ որ տենց փորձ ունեն, հետո էլի մարդիկ կան որ փորձ ունեն, ստացվում է որ դե փոքր խումբ ավելի մարդիկ անց իհարկե այդ փորձ ունեն, բայց նա գիտությունն էլ, արվեստն էլ ցանկացած բան, որ մարդկանց առաջադիմատան փոքր խումբն է տանում։ Մեծամասնությունը ինքը пассив այդ իներտ մասսան է, ինքը բան չի։ Փոքր մեկ ամեն ինչի առաջացածը փոքր խումբն է։ Կամ էլ քարգոծող մասսան է։ Դե կա քննադատող, քարգոծող, հա, իրանք դժգոհող մասսան է։ Դե հիմա դե տենց է մասը, միշտ էլ ցանկացած գիտնականի առաջադեմ մարդուն միշտ խոչընդոտել են, որտեղ չեն հասկացել ինչ է։ Հիմա այս երկրորդ մասը երազների հետ վերադառնամ, որ մեր ենթագիտակցության մասը, այդտեղ մենք երազներ ենք ընկնում, նուրբ աշխարհում գործում ենք։ Այդտեղի գործունեությունը ստեղի հետ կապված է։ Շատեր ասում են, ես երազում ինչ տեսնում եմ, ստեղ իրականում է։ Կարա լինի տենց երազներ, մարդիկ նայած այդ ենթագիտության որ սֆերայում են ընկել, ու ինչքան կարող են ընկալել, մեկը բոլորի այդ երազները իրականանում են, ինչ որ չափով արտացոլվում է, բայց երազների աշխարհը նման չի մեր աշխարհին, այնտեղ մի քիչ ուրիշ տեսակ սիմվոլ, այնտեղի գործողությունները շատ ուրիշ են, քան ստեղի գործողությունները, այսինքն այնտեղ մի գործողություն անում ես, ստեղ դա բառոչի այդ նույն գործողությունը ստեղի իրական, այսինքն ինքը մեր ասելով խորհրդավոր սիմվոլներ է
ինչ որ գաղտնիություն ստեղ ասած ուղակի արտացոլումը չի հենց նույն բանի ասենք հիմա որ երազում ենք sense իրար հետ խոսանք այդ չի նշանակում ֆիզիկական կյանքում իրար հետ խոսում ենք դա ուրիշ սիմվոլ է այսինքն ինքը մեծ սիմվոլիզմ ունի երազահամները որտեղ բացատրում են այդ ինչ որ սիմվոլներ չի լիքը երազանության իրանք ավելի շատ վերլուծական են ամեն մեկը իր ենթաշխարհի սիմվոլիզմի մասին վերլուծական բայց չի նշանակում դա ձեր համար նույնը կլինի այսինքն այդ սիմվոլները քանի որ 84000 աշխարհ կա կարող է ինչ-որ մի աշխարհի սիմվոլիզմն են նկարագրում ինչ-որ չափով քիչ բայց չի նշանակում մյուս աշխարհը նույն տեսակա լինելու դրա համար մարդիկ մեկ ասում են երազանները սուտ են բան չէ նայած մարդը որ աշխարհում է եղել այդ դրա սիմվոլիզմը կարելի է իր կյանքի անկում իր փորձի հիման վրա սուբյեկտիվ բերել ինքը սուտ չի գրել ուզում եմ ասեմ ուղղակի ինքը նայած մենք կարող ուրիշ աշխարհ ենք անգնում մեր սիմվոլները արդեն չեն պատասխանում ոնց որ հիմա գանք Հայաստանի դրոշը նայենք բայց մեկ էլ գնանք ուրիշ երկիր ասենք այս սուտ դրոշ էր այստեղ նայ ուրիշ դրոշ է բայց մենք ուրիշ տեղ ենք տեսած դրոշը ուրիշ ձև է հա ու մենք ուրիշ լեզվով ենք խոսում բարձր որ այնտեղ ուրիշ է լինում որտեղ ուրիշ երկրում ենք գտնվում կանոններն էլ ուրիշ տեսակ են մարդիկը մի քիչ ուրիշ է այսինքն մենք պետք է այստեղ չէ որ Հայաստանում խափեցին ձեզ ասին դրոշը սենց է ուղղակի մենք ուրիշ երկիր ենք ընկել հիմա երազում ենք մենք կարանք ուրիշ երկրում լինենք խորհուրդը ինչի մասին ենք մենք այս սա որ խոսում եմ ես ինչի մասին եմ մի համառոտ ասեմ որ հասկանանք դա էլի ապրուստ է որտեղ մենք կարանալով մեր ենթագիտակցության վրա ազդելով մենք հնարավորություն ունենք երազները փոխելով մեր կյանքի շատ հանգամանքներ որ ֆիզիկական պլանում չեն կարող փոխել կարանք փոխենք իհարկե ինձ մեկ էլ հարց են տալիս դե Հայաստանի ճակատագիրը կարանք փոխենք այդ հասկանանք Հայաստանի ճակատագիրը կախված է 3 միլիոն մարդու հետ այդ պիտի 3 միլիոնը իրանց վրա աշխատեն էլի մի մեկը չի կարող այդ 3 միլիոնի փոխարեն գործողությունը անի ուղղակի հայերը սիրում են որ մեկը գա ամեն ինչ իրանց փոխարեն անի մտենց չի լինի էլի մենք պետք է աշխատենք հիմա էլի հետ վերադառնամ ենթագիտակցական այդ երազները կանխագուշականը որ մենք ուշադրի լինենք իհարկե այդ լիքը տեխնիկաներ կան որ այդ ամենականխագուշական երազները դա առավոտյան երազներն են առավոտյան մինչ արևածագը այդ արևածագի այդ առաջին ակնթարթները մինչև այդ մեր երազներ հասկանում եք որ կարաք դուք երազ տեսնեք մի ամբողջ կյանք բայց դա մի քանի րոպե տևա կարող մի րոպե էլ չտևա ու փորձեր են լիքը բժիշկներ այսինքն այնտեղ մեր հաճախականությունը արագությունը շատ ուրիշ է ու տենց երբ որ երազների այդ փորձը սուբյեկտիվ է դեպի որ ասում ոնց եմ ասում մի երազից մյուս երազներս գնում նույն ֆիլմեր կան որ սկսում ես երազները հիշել դու տեսնում ես երազներ կարող է 100 հատ հիշես մի գիշերում բայց ինքը վերջը չի ինքը շատ են մենք մի գիշերվա մեջ շատ սիտուացիան որտեղ մենք ոնց որ այս մի օրով ապրում ենք կարճ բայց երազում կարանք ոնց որ մի քանի տասնյակ տարի ապրենք մի քնելու փոխարեն նույնիսկ տենց սիմվոլներ կան որ մի հատ թագավոր է լինում իր թագավորությունն է լինում վերջը տեսնում է որ երեխեք ընտանիք ունի տենց երջանիկ ապրում է վերջում ծերության ժամանակ ջրհեղը անում ջրհեղը տանում է իր կնոջ հետո երեխեքին մյուսին sense լացում մեկ է զարթումը դա երազ էր բայց ինքը սաղ իր կյանքն է ապրում մարդկա որ սաղ կյանքը ապրում է մի երազի մեջ ասեմ երազները շատ են այն ինչ որ հետո լինելու էր հա մենք կարանք այդ երազում ավելի շատ կյանքեր ասենք մի քանի կյանքապես մի բան բայց երազում կարանք այդ գործողությունը քանի որ շատ արագ է տեղ ունենում ուղղակի մեր ենթագիտակցությունը կարող է այդ արագ հաճախականություն ընկալել ու իր համար դա սովորական է մեր այս գիտակցությունը այդքան հնարավորություն չունի ինքը դանդաղ է մեր համար ասենք 100 տարի պետք է անցնի որ ինքը կարա չգիտեմ ժամանակ չասեմ, բայց շատ կարճ մի ժամում դա անցնի ու մի քանի կյանք տենց ապրի։ Այսինքն մենք երազում մի քանի կյանք ենք ապրում, մենք չենք էլ հասկանում։ Հիմա խորհուրդն է, որ մարդիկ սկսեն հասկանալ, որտեղ անիմաստ չի էդի Աստված տվել մեզ այդ հնարավորությունը։ Դա ամենակարևոր տեղը, ինչ մեզ տվել է Աստված, ոչ մի բան
անիմաստ չի։ Իհարկե բժիշկները օրինակի համար մեր ասում են կույրաղիքը անիմաստ բան է, բայց այդպես չի։ Ինքը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում։ Ու ցանկացած օրգան, որ մենք ունենք, շատ կարևոր դեր ունի։ Ինչ տվել է մեզ ասված, թե խելք է տվել, ուրեմն շատ կարևոր բան է, որ պիտի օգտագործենք։ Ինչի որ խելքը ինչ որ տարիքում օգտագործում ենք, հետո չենք օգտագործում։ Ինչ որ մի փոքր մեր ինֆորմացիան ենք։ Հետո ասենք ուղեղը հանենք, ոնց որ կուրաղիքն ենք կտրում, հա, ասենք չենք օգտագործում։ Դե չեն մեծ մասը տենց չի, ամբողջ ծավալով շատ չնչին մասն է օգտագործում։ Իրոք սենց ծավալը չի օգտագործում, ասենք աղա իր ուսման տարիներին այդ պատանեկության ոնց ինտենսիվ ինստիտուտի տան օգտագործում են, հետո սկսում են пассивանալ օգտագործման քանակը, բայց այդ ասված տվել է որ մինչև վերջ օգտագործենք, այդ չի որ ինչ որ ժամանակով տվել է, ոնց որ աշկը տվել է, որ ասենք չնայենք 5 տարի, հետո էլ չօգտագործենք։ Միշտ ինքը տվել է որ մինչև մեր կյանքի գործունեության մեջ օգտագործենք։ Հենց էլ հիմա գիտակցությունը եթե տրված է մեզ այդ երազների աշխարհը որտեղ կա, ու մեր համար շատ կարևոր երևույթ է դա։ Այսինքն մենք նաև հնարավորություն ունենք այս կյանքի հանգամանքները մի նախորոք ոնց որ ընկալենք ինչա լինելու ծրագիրը, դաժե մի կյանքի չէ։ Հա մենք ընկալում ենք ու մենք այնտեղ հնարավորություն ունենք փոխելու։ Ստեղ ինչ որ բան փոխելը շատ դժվար, ասենք մեծ կրազ ենք քշում, փորձենք ոնց որ դրսից ալկը շարժել կամ ավտոն շարժել, շատ դժվար կլինի։ Իսկ այնտեղ մի թեթև մի ժամանակակից որ կան էլեկտրոնային բաներ, թեթև ցենց գազի այդ սխմում է ինքը գնում է, թեթև ղեկը պտտացնում է ինքը պտտվում է։ Հիմա երազում մենք եթե կարողանանք մեր կյանքի հանգամանքները տենց ուղղորդել, կյանքի շատ բաներ կարան փոխվել, որտեղ անսահման ջանքանենք չենք կարա փոխենք։ Եկե անձնականի մասին եմ ես ասում, ամեն մեկը իր կյանքը։ Հիմա հայ ժողովրդի կյանքը պետք է շատերը դա ջանքան են որ փոխեն էլի, մեկի ջանքով չի լինի, որ մտածում են մեկը ամեն ինչ պետք է անի, մի քիչ էտի այդ ամերիկյան սուպերմենի ֆանտաստիկ հիպոթեզն են անում, հայ ժողովրդի մեջ կա որ մեկը գա սաղ իրանց համար անի, կարևոր չի ինքը որ փրկի էլի սաղին, նո այդ հիպոթեզը կրոնդերն են տվել, այդ էլ ուզում եմ այդ ասեմ էլի, որ մեկը կարա բոլորին փրկի ինքը ուրիշները բան չան, այնպես քրիստոնեության մեջ նույնիսկ ուղղություններ կան, որ արդեն Քրիստոսը մեր համար մեղքերը խավել է, ամեն ճարել է, մեզ ոչ մի բան պետք չի անել, արդեն մենք ինչ էլ անենք, ինքը մեր մեղքերը բավականին տանում է, մենք փրկված ենք, կարևոր է ընդունենք իրան, բայց մի քիչ այդքան էլ տենց չի էլի, այսինքն մենք ամբողջությամբ հույսը դնում ենք ուրիշի վրա, մենք ոչ մի գործունեություն չանենք, այլ մեր եսը ինչին է պետք, եթե մենք ոչ մի գործունեություն չենք անելու, պատասխանատվություն չենք գործում, ասենք ստեղ պատասխանատվություն վերցնելա։ Հիմա երազում մարդիկ պատասխանատվություն, քանի որ ազատաշրջանը քիչ է, չեն ուզում վերցնեն։ Ոնց որ ստեղ քիչ են վերցնում, ասենք ստեղ պետք է վերցնեն 100% իրանց բոլոր գործողությունների պատասխանատվությունը, ու տենց է էլի ուրիշի վրա ենք մենք գցում, ստեղ ասենք մարդկա 1% է իր պատասխանատվությունը վերցնում, 95 ուրիշներն են մեղավոր, իր գործունեությունը երազում ավելի ցածր է մեր այդ պատասխանատվության նշանը, բայց հասկանանք որ դա պետք է բարձրացնենք։ Մենք գիտակցաբար կարանք դա անենք, էլի։ Այսինքն երբ որ բարձրացնում ենք պատասխանատվությունը, այսինքն մեր ստեղի գործողությունների պատասխանատվությունն էլ հասկանում ենք, որ մենք ենք պատասխանատու, որ մենք կարանք վերափոխենք այդ մեր կյանքը պատասխանատվությունը վերցնելու նույնը երազներն որ փոխում ենք, ստեղ ինքը արտացոլում է։ Ոնց որ երազները պրոյեկտներն են, ստեղ իրականացվում են։ Պրոյեկտները այդքան մեր ուղեղում չեն բանում, մեր ուղեղն էլ այդ երազներից է պրոյեկտները վերցնում։ Ենթագիտակցությունից է վերցնում պրոյեկտում, ասենք հիմա դուք ինչ-որ ծրագրեր ունեք, չէ, ինչ-որ բաներ եք գյուղի համար անում եւ այլն, կամ ուրիշ ծրագրեր ունեք, դա շատ ոնց որ ձեզ թվում է ուղեղն է գեներացնում, այդքան ուղեղը չի գեներացնում։ Դուք այդ գաղափարները ենթագիտակցությունից ձեր երազների աշխարհից եք վերցնում, ուղղակի շատ չեք հասկանում այդ, բերում եք ստեղ։ Ասենք Սալվադորի նկարները նկարում, абստրակտ նկարում բայց դա երազներից է ինքը նկարում, շատ բոլոր գրողներն էլ, երաժիշտներն են բան, ինքը այդտեղից են վերցնում իջան, առաջնորդներն էլ, այդ գաղափարները որտեղ իրանց այդ երազների աշխարհից են ընկալել, բերում ստեղ։ Հիմա այդ ես երազում մի հատ ֆիլմի սցենար ստացա, Մեգիրը էզոթերիկ գեղարվեստական վեպը գրեցի, ամբողջությամբ տվեցին ինձ։ Քիչ ժամանակ։
օրինակ Մոցարտը ասում է, ես երաժշտությունը մի ակնթարթում եմ ստանում, ես հասկանում եմ այդ ինձ որ հետո ինքը ուղեղը սկսում է բացել։ Հիմա դուք էլ որ գրքերը գրում եք, ինչ որ ուրիշ վիճակ եք, որ էլի երազային վիճակ է դա։ Այդ բացելը ինձ հետ էլ եղել է, sense մանրամասն չասեմ, այսպես խտացված մի տեսանյութ տվեցին, շատ արագ շարժում էի, մենք էլ ենք, չէ՞ կարող։ Հետո ես սկսեցի բացել։ Հանդավ բացում էի, տեսնում էի, անգամ ճանաչեցի ինչ-որ շատ հին մարդկանց, Ալեքսանդր Մակեդոնացու շրջանը։ Դա որ ես չգիտեմ ինչները քեզ հասկանում ես, ես հասկանում եմ, որպես կարանտան, ու ստեյս մի հարց ցակեց։ Դա այդ ինչ որ երազում, ինչ որ բաներ ստանում եք, դա ամբողջությամբ մեր ուղեղի աշխատանքն է, այդ քո ասած տարբեր շերտերի, թե դրսերից էլ հնարավոր է ինչ որ ասում են համաշխարհային ինֆորմացիոն դաշտ եւ այլ, աստված ինչ որ դրսերից էլ Like sense մի հատ բան է, մենք չենք հասկանում ենթագիտակցությունը։ Ենթագիտակցությունը մեր մի քիչ մենք հասկանում ենք, էլի սահմանափակում է մեր մեջ։ Ուղղակի որ հիմա ինտերնետը կա, մենք հասկանում ենք, չէ՞, ինտերնետը, որ մտնում ենք համընդհանուր ցանցի մեջ։ Երբ որ ընդգնում ենք մեր այդ ենթագիտակցություն, այդտեղ էլ է համընդհանուր ցանց։ Այսինքն հիմա ձեր տնից կամ ձեր հեռախոսով որ գտնում եք ինտերնետին, այդ ընդհանուր ցանց ենք։ Իհարկե դուք եք գտնում ձեր հեռախոսով կամ ձեր iPhone-ով, կարևոր չի ինչով, բայց դա մենք համընդհանուր ցանցում ենք դուք գտնում այդտեղ։ Մեր համաշխարհային ինֆորմացիոն դաշտ է։ Հիմա դաշտում այդ մենք որ այդ երազի մեջ ընկնում ենք, մենք այդ ինֆորմացիոն դաշտի մեջ ենք ընկնում։ Մեզանից դուրս ինչ որ էլի ինչ որ դե մեր գործիքով ենք ընկնում։ Հա, բայց մարդու մենք մեր մարմնից դուրս ինչ որ այլ դաշտերի հետ են կապվում, էլի, չէ՞։ Դե ինտերնետը հիմա ձեզնից դու հասկանում եք ձեր տնից դուրս է, թե չէ։ Գալիս է ձեր հեռախոսի վրա, չէ՞, ինչ ձեզ հետաքրքրում է, ինչ խնդիրների լուծում եք գտնում, դուք այդ դրա տեղ եք ընկնում, էլի։ Ինչ ձեզ չի, որտեղ ինքը շատ բազմազան հասկանանք, որ ամենտեղ չենք էլ կարա հասցնի մի կյանքում ընկնենք, այնքան բազմազան է ինտերնետը, չէ՞։ Այնքան բաներ կան, որ ինֆորմացիոն կամ տեղեր կան, ասենք թե չես հասցնի մի կյանքում դա անկալես, բայց դուք ինչ-որ որոշում ունեք, մի տեղ ընկնում եք այդտեղ, հիմա ձեր քնելուց էլ այդ ենթագիտակցականը ընկնում է այդ դաշտի մեջ, դե մարդիկ կարում են ոնց որ ուղղորդել, ասենք թե մտածում են, որ ինչ-որ խնդրի լուծում կտանք, ու լուծումը մտածում են, որ երազում գա իրանց, հենց այդ է, իրանք ուղղորդում են, որ իրանց ինտերնետը, այդ որ հիմա ասում ենք փնտրում ենք այս հարցի պատասխան կամ արհեստական բանականություն։ Այդտեղ էլ մենք երազում ես գիտակցական կարենքորտում մեր աստծո ստեղծած այդ ցանցի մեջ ենք մտնում։ Այս արհեստականություն մենք ենք ստեղծել։ Արհեստն էլ ինքն է ստեղծել ավելի հմուտ ձևերով, գործիքներով, որ չենք էլ տեսնում, էլի։ Բայց ունենք մենք այդ գործիքը։ Հասկացա, կապվելու գործիք ունենք, այստեղ դրած է։ Դրած է մեր մեջ, մենք չենք կարող ուղղակի լավ օգտագործել։ Բայց դա է համաձայն է։ Այսինքն, երբ որ երևի ինտերնետը սկզբից գա, հիմա որ ինտերնետը կա, մարդիկ որ վարպետացել են իրենց գործերի մեջ կարող են օգտագործել, բայց մարդիկ կան անկապ ինչ-որ բան են անում այնտեղ։ Նմանապես էլ մարդիկ կան այդ հնարավորությունը, մի մաս օգտագործում, մի մաս չի օգտագործում, չգիտի էլ որ կարող է օգտագործել։ Դե հա, որ չգիտի որ ինքը կարող ուղղորդի, ոնց որ ինտերնետը մտնում, տեղ էլ ուղղորդի ինքը խնդիրների լուծում ստանա։ Հիմա այդ լուծումը ոչ թե քո ուղեղից է լուծումը, լուծումը համընդհանուր ցանցից է դու ստանում։ Ուղղակի դու ես վերլուծում, այստեղ վերլուծողը դու ես այդ ցանցից ստացողը։ Հիմա ինչքան էլ մենք որ հասկանում ենք, որ ինտերնետից արտաքին ինտերնետից շուտ բան ստանում ենք, մեկը մեր ուղեղը հասկանում է այն, ինչ իր մեջ կա, վերլուծում է ինքը։ Մեզ թվում է բացարձակ, հիմա որ մենք իրար հետ խոսում ենք, մենք արտաքին աշխարհում ենք գտնվում, որ մեզ լսում է մեկը ինքը հասկանում է այն, ինչ իր ուղեղը կարող է այսքանը վերլուծել։ Դիապազոն ինչքանով անկարունակ։ Ինչքան կարող վերլուծի դա է հասկանում, ինչքան չի կարող վերլուծի չի կարող հասկանալ։ Կարող մարդը ասի, դրդատը պրիմիտիվ բաներ ասում։ Դե կարող ավելի բարդ բաներ կարող եմ ասել, դա էլ կարող չէ՞ ասել։ Ամեն ինչը կարող լինի, դե ամեն մեկը իր անկալումն ունի, հիմա այստեղ բարդ բաների մասին պետք է խոսալ այնց, որ բոլորին հասկանալի լինի։ Եթե հասկանալի չլինի, իմաստ չկա, ոնց որ հիմա մասնագիտական երկու, ասենք մաթեմատիկոս սկսեն
մասաների ինչ-որ բան ասեմ, ոչ մեկ բան չի հասկանա, որովհետև հիմա այնքան թեորեմներ կան, նույնիսկ ասենք մեր համալսարանի պրոֆեսորները մաթեմատիկայի կարող բան չհասկանա, որովհետև այդ թեորեմը շատ զարգացած է, ուղղակի եմ ուզում ասեմ, ասենք Պոանտերի հավասարումը, որ լուծում է տվել, ասում են աշխարհում 4 հոգի է հասկանում, պատկերացնում եք մաթեմատիկաներից ոչ թե այնտեղ ասենց հասկանում եք ինչ մակարդակի ոնց որ պետք է լինի, դից էլ ամեն խնդիր մասնագիտական կա, որտեղ խորացված ման որ ոչ մեկ չի հասկանա։ Հիմա մենք խոսում ենք այն թեմայով, որ բոլորը հնարավորին չափ պարզ ձևով, որ բոլորը հասկանան, օրինակ Քրիստոսն էլ, Բուդդան էլ մասաների հետ երբ որ խոսացել են, դրանք պարզ ձևով են խոսել, որ բոլորը հասկանան։ Իհարկե ոնց որ Քրիստոսի այն խորիմաստ խոսքերը, որոնք ինքը միայնակ աշակերտների հետ է խոսացել, որ կոնկրետ իր հետ բարդ թեմաներ են, դրանք չեն պահպանվել, բայց ինքը ունեցել է։ Հասկանալի է, դժվար են կալել, դժվար են կալացնել, դու աղավաղումով կմատուցես ուրիշներին։ Դրա համար դրանք չկան։ Կան այն ամասաներին, որոնք ինքը հասկանալի լեզվով կարացել է խոր իմաստ բաները արտահայտել։ Մենք էլ հիմա հասկանալի լեզվով ենք անում, ոչ թե տենց ինքը հեշտ բաներ են, ուղղակի բերում ենք հասկանալի լեզվով, որ մասաները հասկանան։ Ենթագիտակցական այդ երազում մենք ամեն ինչ ստանում ենք, ոնց որ ինտերնետով ինֆորմացիան կա, եթե կա այնտեղ կարանք ստանանք, ստեղ էլ մենք կարանք ստանանք, դե բացի ենթագիտակցությունից կա նաև անգիտակցական, այդտեղ էլ է մի խորը ինտերնետ, ոնց որ այս ենթագիտակցական ինտերնետ տարբերում անգիտակցականից, որ հասկանալի լինի, ուղղակի հենց տենց է, այս ենթագիտակցական այս երկրի ինֆորմացիայի մակարդակն է, անգիտակցականը ավելի մեր աղեգակնային համակարգի բոլոր ինֆորմացիայի կնկա կամ մեր գալակտիկայի ինֆորմացիա, իսկ այն գիտակցության հիմքը ամբողջ տիեզերքի ինֆորմացիայի ցանցը ունի, որ մենք կարանք այդ ցանցին կպնենք։ Ուղղակի մենք այնքան բանա որ նախագիտակցություն ենք ասում, որտեղ գիտակցության նշույլ չունենք, ինքը կա, ունենք, բայց չենք կարող ինչ-որ բան ազատ կամ բացարձակ չունենք, ոնց որ տիեզերքը։ Դե լուսավորված էակը հենց նրանով է լուսավորված, որ ասում են Քրիստոսին Աստվածա, չէ, որտեղ իր ենթագիտակցությունը, անգիտակցականը ու այդ գիտակցության հիմքում ինքը լույս է տվել, ինքը ունի ազատ կամք տեղ։ Դրա համար ինքը տիեզերական էակ է դառնում։ Այդ իմաստով մարդիկ մի քիչ ուրիշ ձև են, ես այդ նույն հարցը ուրիշ ձև եմ, ոչ թե ցածրացնում եմ, այլ հասկանանք, որ ինչ է այդ տիեզերական էակ, որ ինքը այդ տիեզերական ոչ թե ինֆորմացիային, այլ գործունեությունը արդեն ունի փոխազդելու ու ներգործելու հնարավորություն, որ մեր մեջ Աստված տվել է, ու բոլորը ունեն այդ հնարավորությունները, ոչ թե մեկ անհատուն, ուղղակի մարդիկ ոնց որ գիտակցաբար աշխատում դրան հասել են, որը հասնելով է, էլի, մարդիկ կան, որ ուղղակի գոյատևում են, չիմանալով նույնիսկ որ sense բան էլ կա, ուղղակի իրանք մտածում են, այդ մարդը կարա որ իր համատիեզերական գիտակցությանն հասել, իրանք փոխարեն ուրիշ բաներ անի, ինքը չի կարա ուրիշ բաներ անի, ինքը իմաստություն ունի, հասկանում որ ինքն էլ պիտի ինքնուրույն մեծանա, որ ձեր երեխաների փոխարեն բոլոր դասերը անեք, ամեն ինչ անեք, ուտելն էլ դուք իրան մենակ գտալով հակերցնեք, ինքը կմեծանա, ինվալիդ կդառնա, չի մեծանա, տենց էլ նույնիսկ ամեն ինչ հնարավորություն ունի անելու, բայց ինքը չի անում, որ դու մարդ դառնաս, ինքնուրույն գործես, իրականացնես։ Հիմա այդ երազները շատ էլի բացի այդ ենթագիտակցության մասին ենք խոսում, ուղղակի մի թեթև ասեցինք անգիտակցականը ու նախագիտակցություն կամ գիտակցության հիմքի մասին, դա ինչ է, էլի, ու լուսավորումը ինչ է նշանակում, դա նշանակում, որ այնտեղ գիտակցության աշճան ունեն իրանք։ Դրա համար որ ասում եմ անցյալ կյանքեր կամ ինչ-որ բան, եթե հասկանանք, որ եթե գիտակցության աշճան ունենք, թե գիտակցումը, ինքը անցյալը բոլոր այս ենթագիտակցությունը, եթե ավելի խորում է ենթագիտակցությունը, ինքը իր կյանքերը նույնիսկ հիշում է ոչ միայն այս երկրի վրա, այլ նաև երկրից դուրս էլ, ու նաև ապագան դեռ ժամանակ տարածություն դուրս ապագան էլ է ինքը տեսնում։ Թումանյանի խոսքը որ ասում են 1000 տարի եթե առաջ ինչ է որ դա է նկատում։ Թումանյանը ինքը
շատ քիչ մարդիկ են եղել, որ իրան հասկացել են։ Դուք ասել եք, որ չեն հասկանում։ Կգա բայց հասկանան։ Ասենք շատ քիչ մարդիկ են եղել, Բեռնատանը մեր մշակույթի ոնց որ լավագույնները հավաքվել են, բայց իրանք էլ լրիվ չեն հասկացել, որովհետև այդ բացատրելը դրա մասին շատ դժվար է։ Հիմա ես ինչ որ ձևով բացատրում եմ, դա ինչ հասկանում եք, ինքը շատ դժվար է որ հասկանանք, որ բոլորս այդ հնարավորությունը ունենք, բոլորս դրան տրված է մեզ, ի սկզբանե տրված է, որ ինչ որ մեկը տենց չի, որ ասում են ինչ որ մեկը շնոր ունի, մեկը չունի, դա ինքն է դրան այդ շնորին հասնում, ոչ թե ինչ որ ասված տվել է մեկին ոչ մի շնոր, մեկին լիքը շնորներ։ Իդի իրագործունության հիմար ավարա էլի շնոր է ստացել այս կենի։ Դու մեզ ասես Աստված կապարով միանման արտադրանք է տալիս, կախված այդ արտադրանքը ինքը իրեն ո՞նց կդրսևորի, հա, իր կամքով, իր Դա ազատ կամք է մեզ տրվել, մենք դրսևորել ենք հնարավորություն։ Մի քիչ ասել լավ է, սարքեցի, մացա դու տես։ Դե ազատ կամքը մեզ խելք ու ազատ կամք է տվել, մենք ենք գործում, հա, տենց չի, որ ինքը ոնց որ ձեր երեխեքին որ հավասարաչափ մոտեցում չանեք, իմաստություն աշճանը շատ ցածր կլինի, էլի։ Տենց էլ եթե մենք բոլորս Աստծո զավակներն են, տենց էակ չկա, որ Աստծո զավակը չլինի, բոլորիս հավասար է տրվել։ Ինքը ուղղակի ամեն մեկս մեր արդեն հնարավորություն օգտագործում ենք մեր ազատ կամքն ու մեր գիտակցությունը, որ եթե բոլորին էլ նույն հնարավորությունը ունեն, կյանք հետաքրքիր չի լինի։ Դու բոլորի ժամանակի ընթացքում մենք տարբեր ոնց որ դիմա դպրոցում որ ուզում ասել այդ կյանքը եթե չտար Աստվածը, միանման մարդիկ արտադրեր հոգնեին, որ ամենտեղ նույն ամենտեղ։ Դե ռոբոտ կլինենք, էլ ազատ կամք է տվել, դրա համար մեկը ինչ որ Այսինքն ավելի հետաքրքիր է։ Ու տենց ինքը տեսել է որ այդ խորհուրդ ամենակարևորն է ու մեր մեջ ազատ կամքը ավելի շատ կարևոր է, քան ուրիշ բաներ։ Ասենք ասի ինչի է պատերազմը լինում, չէ՞, amma Աստված մտածել է որ պատերազմ ավելի լավ է պատերազմ լինի, մարդ ազատ կամք ունենա, քան պատերազմ չլինի բոլոր ռոբոտ ունեն, ոչ մեկ ազատ կամք չունենա։ Միլիոն տարի էլ ապրեն։ Հա, կամ մեկը մանյակա չէ, դառնում ասում վատագույն բան, բայց Աստված մտածել է մենք այդ ազատ կամքը չենք հասկանում, ինչքան բարձր հնարավորություն է, որ ավելի լավ ազատ կամք ունենանք, որ մի քանի օք էլ մանյակ դառնան, իրանց ընտրությամբ են էլի դառնում, ոչ թե ինչ որ տես տրվել է, բայց դա ավելի մեծ հատկանիշ է, քան բոլոր ռոբոտներն ոչ մի բան չանեն, ասենք, որ ասում են Աստված լավ չի մեզ արարել, նայեք ինչ era լինում հիմա Հայաստանը, թեկուզ ինչա լինում, ասենք հենց այսօր ինչ մի երիտասարդի բանեցին անիմաստ տեղ։ Ուրել ես կեսկատակ ես լուրջ դժգոհեցի, ասի Աստված, ես ավելի լավ մարդ կստեղծեի, քան ես քո ստեղծածներն են, էլի։ Բայց ազատ կյանք ամենակարևոր հատկանիշն է, որ տրված է, ոնց որ Աստված անսահման ժամանակում նույն այդ ասեմ, որտեղ ժամանակ չկար, խորհել է, որ ամենակարևոր բանը ազատ կամքն է։ Ու այդ ամենաառաջի տեղն ամեն ինչին գնում։ Մնացած բոլոր բաները արդեն հաջորդում են։ Ու այդ ազատ կամքը, որ տրվել է, թեկուզ մենք ճիշտ չենք օգտագործում, բայց դա շատ մեծ ավելի լավ ասել է ճիշտ չօգտագործեն, հա գլուխները քարին տան, չգիտեմ ինչ անեն, վատագույն որ ինքնա ոչնչացնեն եւ այլն, բայց դա ավելի լավ բան է, քան չունենալ ազատ կամք։ Գնան երազների խորքերը, քիչ ժամանակ ունեն։ Դե հիմա այդ երազներում մենք ազատ կամքի մասին որ խոսում ենք, գանք այդտեղ, որ մարդը կարա ինքնագիտակցություն բերի, իր երազներում ազատ կամք ձեռք բերի։ Երբ որ ազատ կամք ձեռք բերի, ինքը արարիչ կլինի ինչ որ մակարդակի, այսինքն ինչքան իր ազատ կամքը շատանում է, իր առողջական հնարավորությունները շատանում են։ Եթե ենթագիտակցական մակարդակում է իր ազատ կամքը, ինքը երկրի մակարդակում առողջական բան կանի։ Եթե արդեն անգիտակցականում ազատ կամքը, ինքը արդեն համա գալակտիկական ազատ կամք, եթե արդեն գիտակցության հիմքում է ազատ կամքը ինքը բերցում, համատեզերական ազատ կամքը լինի աստվածացում անում։ Հիմա աստվածացումը թե երկրի մակարդակից էլ, թե այնտեղ էլի մարդիկ աստվածացում են ասում կամ լուսավորում բառը, բայց իրանք երկրի մակարդակից են սկսում, բայց իրանք լիքը մակարդակներ կան, ամեն մակարդակն էլ լիքը բաժիններ ունի, որ ասեցի մեր ենթագիտակցությունը 84000 բաժին ունի, տեղել այդ մակարդակներն էլ բավականին շատ են, էլի։ Ասենք նույնիսկ լուսավորված սրբերի աշճաններ, որ ասենք իրանք բազմաթիվ են, սիմվոլիկ աղը 10 աշճան են բաժանում շատ են, բայց իրանք բազմաթիվ են, հələ չասած այն անգիտակցականը ու
գիտակցության հիմքը, որի մասին ոչ մի սուրբ, ոչ մի բան դեռ չի գրառում, չի խոսում, որովհետև այդքան մարդիկ բացարձակ բան չեն հասկանա տեղ համատեզերական ինչ-որ բաների մասին որ խոսանք, որտեղ ընկալելու աշխան չկա, բայց մենք այդ մակարդակում ենթագիտակցության մակարդակում մենք կարանք բազմաթիվ էակների հետ շփում ունենանք, որ ես ֆիզիկական պլանում մենք մենակ մարդկային ու ֆիզիկական կենդաների ծառերի հետ կարանք շփվենք, կամ էլ քարերի հետ, չէ՞։ Իսկ այն ենթագիտակցական մակարդակում բազմաթիվ, իսկ այն ես չեմ ասում անգիտակցականում, մեր շփումը ֆանտաստիկ չխանակը գալակտիկայում ինչքան էակ կա, որտեղ մեր տիեզերքում ասաման էակներ կան, մենք չենք հասկանում, ուղղակի մեր խելքը այդքան չի կտրում, մեր ընկալման ուղեղի սահմանափակումներ ունենք, իսկ այնտեղ անսահման, դե ինչքան էլ խորանանք, այդքան ավելի մենք համատեզերական էակ կդառնանք, որտեղ շփումը համատեզերական է։ Համատեզերական, որ ասում ես, ես եթե չեմ սխալվում, Թումանյանը որ դասակարգում էր մարդուն, որ բարձրանում էր անհատականից ազգային, հետո գալիս էր համամարտկային, այսինքն ես մոլորակով եւ հետո ասում էր տիեզերական։ Եթե չեմ սխալվում, իր մոտ դա էլ կա, էլ ասենք շատերը կարող ասեն, ինչ տիեզերական մարդ, մոլորակից դուրս ինչ մարդ, գուցե հենց ձեր ասածը նկատի ուներ, որ կա մարդը կարող այնպեսին լինի, որ դառնա տիեզերական մարդ։ Այսինքն եթե այդպես է, եթե ես չեմ սխալվում, ուրեմն Թումանյանը ճիշտ է ընդունում է, որ առնվազն 200 տարվա մեջ մեր ամենամեծերից մեկն է ոգեղեն զարգացման մակարդակով ու ձեր ասած, այսպես ճամփեկով գնացած։ Դե մենք այդքան չենք գնահատում Թումանյանին, իհարկե մենք էլի մի քանի անգամ ասել ենք, որ Թումանյանը շատ հայ ժողովրդի այդ բարձրագույն որպես հայ մարմնից այդպես վերջին մի քանի դարի մեջ նո լավագույններից է էլի տենց հիմա էլի կան ուղղակի մենք նույնիսկ ինֆորմացիան անկալումներ էլ իրանց մասին քիչ ունենք լեգենդներ են գալիս մենք էլի կարամ ասեմ մի քանի անուն որոնք իրոք մեծ ներդրում ունեն համամարտկային անկալումով մենք ուղղակի չենք հասկանում, մենք ներդրումը հասկանում ենք մենակ նյութական ներդրումների մասին։ Այսինքն դուտ արեք, դուտ արեց հայերեն ասեմ, որ Բուդդան մտածում են ներդրումը նյութական ա եղել, ինքը նյութական չի այդ ներդրումը, բայց համա մարդկային եւ համա ավելի շատ տարածված է, կամ Քրիստոս էլի նյութական չի իրա ներդրումը։ Դա պետք է ասենք, տենց էլ մենք էլ հայ ժողովրդի մեջ էլ են եղել տենց մարդ, ասենք Դավիթ անհաղթ ունենք, մենք չենք հասկանում իրան։ Գիտենք ուղղակի փիլիսոփայա ու վերջ։ Ոնց որ Հերմեսին իրաց ասում են 3 աշխարհներում հաղթել է Հերմեսը երամեծ որ ասում ենք, դա մենք էլ չենք հասկանում, դա ինչ է երամեծ։ Դա նշանակում է, որ ինքը համ այս ֆիզիկական աշխարհում իր գիտակցությունը պայծառ է, ու պետք է ֆիզիկականն էլ պայծառ է։ Եթե ֆիզիկականում տկարը լինի, ինքը չի կարա համաման։ Համ այդ ենթագիտակցական ու սիմվոլիկ այդ նուրբ աշխարհներում է, համ էլ հրեղեն աշխարհը, որտեղ այդ անգիտակցականը սիմվոլիկ հրեղեն աշխարհն է, որ ոգեղեն աշխարհն է, ոգերն աշխարհում է ինքը ինքնագիտակ դրան երամեծ են ասել, Դավիթ անհաղթին էլ են երամեծ ասել, այսինքն այդ պատահական անուն չեն տվել, մեր մեջ մեր հաջորդը նաև ունեցել է շատ կարող է թակավորը լինի, ասենք Տիգրան մեծ, մենք չենք հասկանում, Տիգրան մեծը մենակ իր արտաքին բաներն է, քարտեզից ենք հասկանում, հա, քարտեզից ենք հասկանում, բայց իր ներդրումը շատ ավելի խորքային է, ինքը մենակ թակավոր չի եղել, ինքը բարձրագույն քուրդն է եղել, նաև ինքը կարացել է այդ որ ասում են ենթագիտակցական մեջ լույսը բերել, ինքը այդ լույսը բերել է ու մենակ հայ ժողովրդին չի բերել, ինքը շատ ժողովուրդների համար էլ է լույս բերել, մեր ընկալումները սահմանափակ են էլի այդտեղ։ Իր ժամանակին շատ ժողովուրդներ իրան աստված են համարել, այդ կարգի լեգենդներ կամ մենք աստված ընկալումը չենք հասկանում ինչ աստված, որտեղ կարում է լույսը բերել այս աշխարհը, այսինքն ենթագիտակցությունից լույս բերել։ Նաև մենք ունենք Մեսրոպ Մաշտոց, էլի չենք հասկանում, այդտեղ իհարկե շատ քննադատություններ աչի ձախից իրան կա, բայց էլիան չենք գնահատում։ Նայեք, մենք ունենք նաև էլի մեր այդ ժողովրդին տենց հեսակասեն որտեղից գիտես, դե ին ենթագիտակցությունից, ես կարամ այդ բառը բերեմ, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ես տեսել եմ ու վստահ եմ։ Ես իմ ոնց որ ես փորձել եմ հացի համը գիտեմ, մեղրի համը գիտեմ, հիմա ինձ կարան համոզեն, որ մեղրը ուրիշ համ ունի։ Դու դա իրանց մոտեցում։ Դա դուք եք ես ասում եմ Հայաստանում կա 60,000 ազգակի ու ես վստահ եմ իմ ասած փորձառությունից։ Ինձ ասել են ես էլ եկել ասում։ Ես վստահ եմ դրանում։ Հա, հիմա ամեն մեկը իրան փորձում է։ Ես վստահ եմ դրանում։ Մենք ունենք նաև
Արա գեղեցիկ։ Մենք մենակ գեղեցիկ բառը հասկանում ենք արտաքին գեղեցկության մասին է խոսքը գնում։ Այդ արտաքին գեղեցկության մասին չի։ Իհարկե Շամայրամի լեգենդը, որ տեսավ հիսրիարվեց եւ այլն, մի քիչ այդ արտաքին գեղեցկության մասին չի, ներքին իմաստության գեղեցկության մասին է, որը էլի շատ լույս է բերել հաջորդի մեն։ Դե նաեւ մենք ունենք որտեղ մեզ հասել ինչ որ նյութական ինֆորմացիայի մասին Հայկ Նահապետ իհարկե հիմա ինչ որ քրմեր ինձ սկսեն էլ չեն ուզում որ դրա անունը տանք Հայկ Նահապետի որտեղ մտածում են իրանց սեփականությունն է որտեղ մի քանի տեր հայրել կա որ երբ որ ես աստվածաշնչ խոսք եմ բերում նրանք ասում են իրավունք չունես այդ խոսքը բերելու ոնց որ մտածում են ասում են դա մեր սեփականությունն է բա ասում են երբ որ ինֆորմացիան դրած է ինտերնետում ինչ որ բան դա արդեն ոչ մեկի ինֆորմացիան, դա բոլորի սեփականությունն է դառնում, մեկ-մեկ էլ ես ինչ որ ինֆորմացիա եմ բերում ինտերնետում, մարդիկ մտածում են, ասում են, դե ինֆո սեփակ։ Եվ որ մարդը դնում է ինչ որ համաշխարհային ինֆոտերապիան դնում, դա արդեն բոլորի սեփականությունն է։ Բախը գերմանացիների սեփականությունը չի, ինքը բոլորինն է։ Կամ ասեն կոմիտասը, որ երաշտություն ինքը բոլորինն է։ Ինչ որ մեկի սեփականություն չի կարա լինի։ Եթե դու սեփականությունը դա աղաղված ընկալում է, ոչ թե գողանում ես, եթե դու կոմիտաս ես նվագում, դու չես գողանում, ինքը տվել է, որ բոլորը դա օգտվեն։ Դա էլ պիտի հասկանենք։ Հիմա նույնիսկ Հայկ Նահապետի մասին, որ ես խոսում եմ, ինչ որ մեկի սեփականություն չի, ուղղակի իրանց շատ աղաղված ընկալումներ ունեն։ Իր հետնորդներն էլ շատ աղաղված, դրա համար են տենց մտածում իրանց սեփականությունը, այլ նայեք բոլոր հայ ժողովրդինն է։ Մենք մարդկությանն ենք Հայկ Նահապետի սեփականությունը, դա իր ժառանգներն է, գիտե։ Մարդիկ մտածում մենակ իրանք են ժառանգում, իսները ոչ մի բան են։ Տենց չի։ Բոլորն են կարող ուրիշ կարծիքներ էլ այդ հարցով ունենան։ Նաև այդ մարդկանցից մեկն է, նաև Հայկ Նահապետը, որ մենք էլի կան լիքը որ կարելի է թվարկել, ուղղակի իրանք շատ հայտնի չեն։ Դրանք բոլորը խոսած այդ խորքերով անցած մարդիկ են, որոնք իրանց ենթագիտակցության մեջ լույս են սփռել, այդ լույսը նաև մարդկանց են բերել, էլի, ոչ թե նրանք ֆիզիկական գործունեություններ են արել, այլ լույս են փռել, նաև էլի կան որոնց անունները կարող մարդկացան հայտնի չեն, դրա համար իմաստ այդքան էլ շատ չկա, ինչ որ անվանումներ ասեն, ինչ որ հայտնի չեն ոչ մեկին, բայց կա դա։ Հիմա այդ երազների աշխարհը ոնց որ ռեալ է, այսինքն եթե մարդը ազնիվ անկեղծ է, ինքը մարդ կա երազներում սև ու սպիտակ է, մարդ կա երազ չի տեսնում, մարդ կա երազներում ոչ հատ կա, ոչ հոտ կա, ոչ համ կա, մարդ կա երազներում որտեղ համր է։ Ես զարմանում եմ, որ մարդիկ գունավոր երազ չեն տեսնում։ Համր է, ոչ մի խոսք չեն լսում, ոչ մի բան։ Դա իրանց ընկալումների, կաղապարների սահմանափակումից է։ Ինքը իրան երազները նաև ցույց են տալիս մենք ով ենք։ Մեզ մեջ ցույց են տալիս մենք շատ սահմանափակումներ պատրաստ ընկալելու, հա, որ ինչ սահմանափակումներ ունենք, դրա համար չեն կարող նույնիսկ ձայն լսել։ Երաժշտություն լսել։ Սահմանափակումներ չեն կարող հոտ լսել, համ զգալ, ապրումներ ունենալ, որտեղ կարող մարդկա ապրումներ չունի, ինքը միշտ դիտում է ինչ-որ ոնց որ ֆիլմ դիտի առանց ապրումի, բայց տենց չի։ Երազն լիարժեք կյանք է, որտեղ ավելի բուրըն կյանք է գնում, քան ստեղ։ Մեկ-մեկ մարդը չի ուզում զարթնի, որտեղ ստեղ մի քիչ այդքան բուրըն չի։ Ափսոսում է, որ արթնացել է։ Դրա համար երազը կարևոր դեր ունի մեր ենթագիտակցությունը։ Ինքը նյութական չի, բայց կարանք մենք նյութական սարքենք։ Օրինակի համար երբ որ էլեկտրամագնիսական դաշտը հայտնաբերեցին, ֆիզիկոսները 99% մարդկություն ասում էր, այդ անիմաստ ինչ որ ֆանտաստիկ բաների հետևից ինչ եք գտել, ոչ մի բան պետք չի։ Բայց հասկանանք, որ հիմա 99% մարդկության նյութական աշխարհում դա են օգտագործում։ Ու դրան շատ չի անցել, 150 տարի անցել, բայց ասենք 200 նայած այդ սկզբնական բանը, բայց մարդկություն չի ընկալում, շատ կարճ է մտածում ինչ-որ հարցերի շուրջ, էլ իրաց թվում է, որ հենց այսօր շահույթ չբերի նյութականից տակ չտակացրեց, դա ուրեմն պետք չի, բայց մի քիչ լայն մտածենք, եթե չլներ այս բոլոր բանը մեր կոմֆորտի աշճանը ինչքան ցածր կլինենք, նույնիսկ ինտերնետ չենք ունենում, նույնիսկ խոսալ հեռուստացույց։ Դա այդ խոշոր գյուտերներ են այդ ձևով արվում։ Հա, ես ասեմ բոլորը տենց են արվում։ Մարդիկ մեկ-մեկ ինքը շատ եսասեր, ինքը չի հասկանում, որ դա Իրանը չի։ Ինքը ընդհանվել է համատեզերական ինֆորմացիայից օգտվել է։ Դրա համար Նյուտոնը ասել է, ես ոչ մի բան չեմ տվել, ես ընդհանրեն գիգանտների որ տվել են, ես եմ տվել։ Նույնը Մենդելևին ասել, Նաշտոսն էլ է նույնիսկ այդ ասել, ես չեմ հորինել տառերը։ Ինձ տվել են դա։ Ժամանակին ես որ ճանապարհ հաղորդաշարն էի վարում եւ երևելի արվեստի մշակույթի գործիչներին հրավիրում էի, եւ ես մի հարց էի տալի, այդ դու ասենք արարել ես երաժշտություն,
կամ ինչ-որ գիր կամ ինչ-որ մի բան, դա ըստ քեզ քո ուղեղի բջիջները այսպես իրար հետ խմախմբել ռեակցիա են տվել, դա ծնվել է, թե դու գտնում ես, որ դա դու պահանջ ունեցել ես, քեզ ինչ-որ մի ձև տրվել է, այնպես ոգևորված ասում են, ոչ, դա իմ ուղեղի աշխատանքի արդյունքն է, ես ինքս մեջ ասում եմ, դու արհեստավոր ես, որովհետև դու չես հասկանում, եթե ստեղծել ես, դու չես հասկանում, որ դա այդ քո ասած ձևերով է գալիս, էլի։ Մենք նույնիսկ ենք հասկանում ինչ արարիչ է, ու այդ առաջական սկզբունքը ոնց է, ինքը մեր միջով է գործում։ Ամենակարևոր տեղը հասկանանք, որ մեր միջոցով է գործում։ Մենք այս արտաքին անձը ընդհանրապես դեր է, ոնց որ այս շորը դեր ունի, ընդհանրապես տաքացնել, անձն էլ այս ֆիզիկական պլանում առաջական երևույթների արտացոլման դեր ունի։ Մենք շատ մեծ դեր չտանք այս շորին։ Դե իր դերը ունի կարևոր, բայց ամեն ինչի դե կարևորը չի, որտեղ շորը կարա փոխվի եւ այլն, այդ մեր այս անձն էլ կարա փոխվի, ոնց որ փոխում է կյանքից կյան։ Դրա համար մենք որ կարանանք ընդունենք արարչական սկզբունքը, իսկական հասկանանք, էլի, որտեղ կրոնները մի քիչ ուրիշ ձև են հասկանում, որտեղ պրիմիտիվացրել են շատ այդ անցալելու բանը, ոչ թե ես ցածրացնում եմ կրոնը, այլ շատ բերել են մասաների մակարդակ են իջացրել։ Պետք է հասկանան, որ մասաներին պետք է բարձրացնեն այդ մակարդակը, որ հասկանալ։ Ոնց որ հիմա բարձրագույն մաթեմատիկան իջնենք մանկապարտեզի մակարդակին, ու այդ մակարդակին թողենք, ոչ մի բան չի դառնա։ Պետք է երեխեքին դաստիարակենք բարձրացնենք բարձրագույն մաթեմատիկա, որպեսզի հասկանանք։ Այստեղ էլ կրոնը պետք է բարձրացվի, ոչ թե բերել են ցածրին տակ, էլի։ Դա դից որ հրավիրում են ուրիշ ալիքներից, ասենք որպես քաղաքական վերլուծաբան, ինչ որ ներկայացնելու թե ինչ է կատարվում, ինչ անենք, ես ասեմ ձեր եթերաժամը ինչքան է, ասենք ասում եք կես ժամ 40 րոպե, ասեմ լսե հարգելիս, ինձ 24 ժամ է պետք, որ ես հիմնավորապես մանրակրկիտ ձեզ ամեն ինչ բացատրեմ։ Հիմա քեզ էլ որպեսի ժամանակ տրվի անմանրամասնս, երեք ասես 10 օր մի ամիս մի տարի, այնպես որ գիտելիքները շատ են, մենք հրատեն մի ժամ է զրուցում ենք, արի այս թեման ամփոփենք, հետո ուրիշ անգամ կշարունակենք։ Ամփոփանը հիմնական խորհուրդը դե ասեմ, որ կարևորություն տանք մենք մեր քնած ժամանակին, մեր գիտակցության աշխատանքին, երազաններին կարևորություն տանք, վերլուծությանը կարևորություն տանք, մենք աշխատենք մեր վրա, մենք մտածում ենք ուրիշները պետք է աշխատեն մեր վրա, մի քիչ այդ մոտեցումը փոխենք, նաև մեր պատասխանատվությունը վերցնենք թե այս կյանքում մեր գործունեությունների, թե մեր երազներում գործունեությունների, մենք ամեն ինչ պատասխանատու, այսինքն երազներում ինչ արեցի, տենց չի որ ոչ մի բան է, ինքն էլ մենք դրա համար էլ ենք պատասխանատու։ Իհարկե այնտեղ ոստիկանություն չկա, կամ ինչ-որ բան չկա, բայց ուրիշ օրենքներ կան այնտեղ։ Կա մեկը, դες երկում ամենտեղ օրենք կա, որ գravitացիոն դաշտ կա եւ տարբեր օրենքներ կան, ասենք, բայց կա օրենք, անօրեն ոչ մի բան չի, քաոս չի ամբողջ դեզերքը, էլի։ Այսինքն արարչիչում բոլոր մակարդակներում, բոլոր աշխարհներում օրենքներ կան, որ մենք չմտածենք, որ անօրեն ենք, ոնց որ ու անտեր չենք։ Ու հայ ժողովրդին էլ էլի, մտածենք, որ երբեք չմտածենք, որ մենք անտեր ենք։ Մի հատ հարց տամ ոչ ստանդարտ էլ նոր մտքիս եկավ։ Հնարավոր է, որ քնա ժամանակ գիտակցական ինչ-որ գնան, ինչ-որ քո ասած աշխարհները մի սխալ անեն, հետո դրա համար մենք պատասխանատվության ենթարկվենք, արթնանանք եւ ասենք, բայց ինչի են մեզ այս պատիժը բերել։ Հնարավոր է սխալվեն։ Ամեն բոլորը կարան սխալվեն, տենց բան չկա։ Աշխարհում։ Դստեղ հիմա չէ կարալիք սխալներ։ Հա, դե հասկանում ենք ինչի համար սխալարեցինք, պատասխան տվեցինք, իսկ ընդեղ կարակ սխալվել։ Այստեղ պատասխան։ Այստեղ էլ պատասխան տակ, բայց ոչ թե ուրիշները ձեր համար պատասխան տան։ Պետք է հասկանաք, ձեր սխալների համար դուք եք պատասխան։ Ուրեմն քնելը վտանգավոր է, ասում եք, կարող քնած ժամանակ սխալ։ Չէ, եթե ապրելն է վտանգավոր, եթե կարող ամեն վարքյան մենք ինչ-որ սխալ թողնենք։ Հաղթ գոնե քիչ է սխալ։ Բայց երբ որ դու հասկանալով ես ապրում, դու սխալներդ ուղղում ես, մենք սխալներ ուղղելով ենք առաջ գնում, այդտեղ էլ ընդեղ էլ սխալներ ուղղելով առաջ ենք գնում, որտեղ սխալներ եթե չարում, մատեմատիկա փոքր երեխան եթե չընկնի, չի կարող քայլել սովորի, այդ կարևոր կետն է, եւ ամենակարևորը որ մենք հասկանանք, որ Աստված ասում ենք սերը, մենք չենք հասկանում նույնիսկ սերը ինչ է, որ ես գիտակցական հիմքի մասին ասում, այդ բնույթը մեր մեջ է դրած, որ մենք մեր բնույթին բացատրենք, մենք կտենանք, որ մենք էլ ենք սեր, ու ոչ մի բանով չենք տարբերվում Աստծուց։ Դրանով վերջացնենք։ Արի, հետաքրքիր զրույցի համար շնորհակալ եմ, չգիտեմ, որ մասը ըմբռնեց, ամենայն դեպս ես սիրում եմ, որ այնպես թեմաներից են խոսում, որ քչեր են հասկանում։ Մարդկանց դրդում ենք մտածելու։ Հիշեցնեմ, որ ես հյուրընկալեցի Տրդատ Դոնիկյանին, ով ներկայանում է որպես փիլիսոփա, խորագետ, թաքնագետ եւ ուսուցիչ։ Մինչ նոր հանդիպում։